Բարի առավոտ, սիրելիներս, ինչպես եք։ Արթնացել ենք եւ որոշել ենք տնից դուրս գալ, գնալ մի քիչ խանութներով, տեսնենք ինչ կա խանութներում, ինչ նորություններ ունեն, ու մեզ ինչա պետք։ Մի փոքր միասին շպարվենք։ Առաջինը վերցնում եմ դեմքի խոնավեցում։ Այսպես հետո արդեն կրեմ Այս մոտ կրեմները երկուսն են Infine Me Bill այսպես Մի փոքր արդեն մոկ այսպես աչքերի տակի համար այս սրանից Եվ այսպես մի փոքր թողնում ենք, որ ավելի լավ նստի, այդ ընթացքում գծենք մեր ունքերը, ունքերիս համար սրանից Այսպես Ինչ կա, ոնց եք, ինչ եք անում Դուք պատմեք, դուք ինչ եք անում Վերցնում ենք արդեն աչքի տակի մատիտ Այս ամեն ինչում Այսպես Շատ չեն կշպարվում, մի փոքր ընդհանրապես Այսպես է սրանցում, հայլաթար չեմ մոռանում իհարկե, սրանից Եվ իհարկե վերջում ձյեմ Վերջում ցույց կտամ իմ բոլոր կոսմետիկաների ինչեր եմ օգտագործում նկարի միջոցով կտեսնեք
Եվ տուշ։ Գնում ենք հագուստի խանութ։ Տեսնենք կարանք մեր ճաշակով ինչ-որ բան վերցնել։ Տեսնում լավ եղանակա, քայլելով կիցնենք։ Բարի առավոտ, սիրելիներս, ինչպես եք։ Արթնացել ենք եւ որոշել ենք տնից դուրս գալ, գնալ մի քիչ խանութներով, տեսնենք ինչ կա խանութներում, ինչ նորություններ ունեն, ու մեզ ինչա պետք։ Մի փոքր միասին շպարվենք։ Առաջինը վերցնում եմ դեմքի խոնավեցում։ Այսպես։ Հետո արդեն կրեմ։ Այս մոտ կրեմները երկուսն են։ Infine Me Bill։ Այսպես։ Մի փոքր արդեն մոկ։ Այսպես։ Աչքերի տակի համար այս սրանից։ Եվ այսպես մի փոքր թողնում ենք, որ ավելի լավ նստի։ Այդ ընթացքում գծենք մեր ունքերը։ Ունքերիս համար սրանից։ Այսպես։ Ինչ կա, ոնց եք, ինչ եք անում։ Դուք պատմեք, դուք ինչ եք անում։ Տեսնում եք արդեն աչքի տակի մատիտ։ Այս ամեն ինչում այսպես։ Շատ չեն կշպարվում, մի փոքր ընդհանրապես։
պես է սրանցը, հայլաթար չեմ մորանում իհարկե, սրանից, և իհարկե վերջում ձյեմ։ Վերջում ցույց կտամ իմ բոլոր կոսմետիկաների ինչեր եմ օգտագործում նկարի միջոցով, կտեսնեք։ Եվ տուշ։ Գնում ենք հագուստի խանութ։ Տեսնենք կարանք մեր ճաշակով ինչ-որ բան վերցնել։ Տեսնում լավ եղանակա, քայլելով կիջնենք։ Իմ սիրելի հետևորդներ ջան, բոլորիդ կրկին ասում եմ բարի առավոտ։ Ես մի փոքր չպարվեցի եւ դուրս եկանք տանից։ Մամայի հետ գնում ենք խանութներով։ Տեսնենք ինչեր կան խանութներում։ Ինչ ենք առնելու նո մամասա։ Ման բարևներ։ Մոտ այնքան լավ հով է, գնամ խանութից միանամ ձեզ, այսնենք խանութներում ինչ են նոր բերել, ինչ են ավելացրել, աշնանային արդեն հագուստ բերել են, թե ոչ, նայեք սարերին մեր, այս սարերի բանով կայլեր չեք երկել, սարերով, ծորերով, դուք պատմեք տեսնեմ, դուք ոնց եք, ինչ եք անում, ինչ կարծիք եք, երեկոյան արժե մտնել էֆիր, մի քիչ զրուցել, վիդեոն կտեղադրեմ, մեկնաբանություններում կնշեք, եթե իհարկե ցանկանում եք, եթե ինձ հետ հրամայ էֆիրի ժամանակ հաճելի է, ասեք, ես ես մեծ սիրով կմտնեմ, համ ձեր հետ կշփվեմ, ինձ որ շատ հաճելի է ձեր հետ շփումները։ Գիշերն ինքն ուշ եմ քնել, առավոտ չի կամ զարթնեմ, ժամը 11-ին զարթնեցի, ասում եմ կոֆե կդնես, մի հատ մաման կոֆեն դրեց, ու էլի քնել եմ, չեմ խմել կոֆեն, մեկին նոր զարթնել եմ։ Այս ճանապարհն արդեն գիտեք մեր թաղից կար ճանապարհն է, դեպի Ռումինական ու այնտեղից արդեն երկար ճանապարհը, դե ինչ գնացինք։ Վերջի տեսահոլովակի ժամանակ մեկնաբանություն էի գրեմ, Արմինե ջան ոնց հասկացա, ամբողջը դուք եք անում, ոչ սիրելիներս, ամբողջը ես չեմ անում,
Բայց կոպիտ չհնչի, եթե ձեր բարեկամները ձեր տուն են գալիս, հյուր եք ունենում, ինչ եք անում, աշխատակիցներ եք հրավիրում ձեր տուն, որ կարողանաք ձեր հյուրերին պատիվ տալ, չէ, իհարկե։ Հիմա հյուրատուանն էլ այդպես է, ասենք մեր տանը իհարկե չէին կարող տեղավորվել այդքան քանակի մարդ, այդքան անձելի, ու եկել են հյուրատուն, եթե ես չէի անելու, ինչ էի անելու աշխատակիցները արդեն 3 են եկել, որ իրենք կեսօրից հետո հետ վերադարձան, եկել են, մաքրել են, կահավորել են, կոկիկացրել ենք և իրենց համար հետ են վերադարձել։ Ես թվում է ոչ մեկս է, եթե հյուր ենք ունենում տանը, աշխատակիցներ չեն հրավիրում տուն, եթե իհարկե բարեկամ է, եթե իրանք չլինեին իմ բարեկամները, ես չէի անի այդ ամեն ինչը և իհարկե արդեն սպանսարկող անձնակազմ կհրավիրեի աշխատանքի, բայց իրենք իմ եղբայրներն են ու ինձ չի թվում, որ եղբայրներիդ համար դժվար է, ասենք 3 հատ ափսե դնելը կամ ափսե լվանալը, իրենք շատ մաքրասեր են ու իրենց հետևից նշի, որ չգիտեմ ինչ վիճակ է լինում, կամ իրենք որ նստում են հաց ուտելու ինչ վիճակ է լինում։ Եղբայրս հոկտեմբերյան Արմավիրում ունի մենց ռեստորանային համալիր, այսպես ասեմ, ու ինքը իր հետ բերել էր իր խոհարարին, եթե Արմավիրից մարդիկ կան, օքսկարը իրենցն է, իրենց սեփականն է, և ինքը իր հետ բերել էր իր խոհարարին, համ հանգստի, համ էլ շատ հետաքրքիր համովություններ պատրաստեց ու մեզ էլ մի քանի խորհուրդ տվեց, կարողացանք կորզել մի քանի խորհուրդ։ Դրա համար մեկնաբանությանը իհարկե պատասխանել եմ, որ եթե իմ բարեկամներն են, այո, իհարկե ես եմ անում։ Եթե իմ բարեկամները չեն, ոչ եմ անում, գալիս են աշխատակիցները և ամեն մեկը իր աշխատանքը կատարում է։ Մեկ հարցեր է լինում, որ չես ուզում ոչ կոպիտ պատասխանել, ես քանի անգամ արդեն վիդեոներումս նշել եմ, որ հյուրատունը աշխատացնում եմ ու եթե ունենամ 2 անձ հանգստացող, ես ինձ վատ չեմ զգում, որ հիմա բարձրաձայն եմ, 2 անձի համար աշխատակիցներ աշխատանքի չեմ հրավիրի, ես ինձ դժվար չիմ անկողին փոխել, արդուկ անել, եթե շատ են, իհարկե աշխատակիցները լինում են, եթե մարդիկ գալիս են սնունդով, իհարկե խոհարարը գալիս է, ասենք ամեն ինչը ունի իր էտապները, դրա համար կապ չունի էլի, որ հիմա կլինի, եթե իրենք գային սնունդով, այդ ժամանակ իհարկե ես չէի հասնի, չէ որ ես չէի կարող պատրաստեմ, իրանց համար կարող եմ, որովհետև իրանք հյուր չեն ես սենց ասած, որ կմահաշ լինեն կամ չիմանաս իրանց համար իրենք ինչ կցանկանան, եթե ձեր տուն հյուրեր եք ունենում, մի քիչ ավելի անծանոթ հյուրեր, մի քիչ դժվարանում եք, չէ, ինչ կարելի է պատրաստել, որ հաճելի լինի, ինչ կարելի է պատրաստել, որ մարդկանց դուրը գա, դրա համար սիրուններս, եթե անծանոթ հյուրեր են լինում, մի մտահոգվեք, խոհարարել է լինում, մաքրուհիներն էլ են գալիս, պարզապես աղջիկեքի մեծամասնությունը չի սիրում կամերայի մոտ հիմա մոտենա, դրա համար իրենց չեմ նկարում, ես իրենց կարծիքը հաշվի եմ առնում, չեմ կարող հետևից թաքուն որտեղիկ նկարել, որ
Տեսնեք, որ բոլոր աշխատակիցները իրենց տեղերում են։ Մենք արդեն համարյա տեղ ենք հասնում։ Համասեցես հարցից շուրջ մի փոքր զրուցեմ ձեզ հետ, ասեմ, որ չէ, սիրուններս, իմ լավ ընկերներ, ամբողջը միայնակ չեմ անում, ընդհանրապես չեմ էլ հասնի, որ անեմ, եթե խոսքը լինում է մեկ սենյակի կամ երկու սենյակի մասին, դա ոչ մի խնդիր անում եմ, բայց եթե օբշի հյուրատունն է, չեմ կարող, եթե իհարկե եկած են լինում սնունդով։ Լավա մեզ մոտ կոպա, ով, շատ հովա, ոյ, ստե ուզում եմ հենց Ստեփան Շահումյանի արձանը տեսնեք, սա մեր Ստեփանավանն է, Ստեփան ծախում, նայեք, Ջերվանի խանութն եմ, Իչևը հրաման եմ սպասել, Անչին անցնենք, այս դենեմ, բան չասենք, կեսը կա, կեսը չկա, արևորը կա էլի, մի անգամ արդեն տուգանվել եմ, ոչ անցնելու համար, դրա համար, որ ասում արդեն դաս է եղել ինձ էլի, որ պետք է միշտ անցումն անցնեմ ճիշտ ճանապարհով։ Այստեղ արդեն մեր շատ սիրելի Գոհարի խանութն է։ Ռախոսը համարն է կա, ցանկության դեպքում կարող եք զանգահարել։ Կոպիտ բսելի չլինի, պարզապես հիմա կարող այդ վիդեոից հետո կամ ես հյուրատանը գործանելուց հետո էլի հարց լինի, որ ամբողջը դու ես անում, դրա համար հիմա ասում եմ, որ հա սիրելիներս, եթե ունենում եմ երկու սենյակ առանց սնունդի, այո, ես եմ անում, ինձ դժվար չի, լինում են դեպքեր, մայրիկս է գալի օգնության հասնում, իմ մեծ օգնական ձեռքն է, քույրիկս Հայաստան է եղել, ինքն էլ է եկել օգնության, ուզում եմ ասեմ, ոչ մի այդտեղ ամոթ կամ այդպես, չգիտեմ, բուրմ քննարկման ոչ մի թեմա չկար, բայց ոչինչ։ Ամեն ինչ նորմալ է։ Մենք արդեն հասանք խանութ, ներս մտնենք ու տեսնենք ինչ կա խանութում։ Սիրելիներս, խանութից արդեն ներս մտանք, նայեք ձեզ ինչ գեղեցիկ տեսականի եմ ներկայացնում։ Այստեղ ամեն ինչ կարող եք գտնել, մանկական, մեծերի, տղամարդկանց, անկողնային պարագաներ, նայեք բլուզներին, պայկաներին։ Նայեք, օժիտի համար, ինչ ցանկանաք, այստեղ շատ տեսականին մեծ է, ձեզ ինչ ցանկանաք, մայկաները երեխաների, այստեղ արդեն վարակույրներ, տարբեր չափսերի համար տաբատներ, սպարտիվկաներ, սառոճկաներ, մի հատ նայեք, համ մաչելի է, համ նվերներով լի է,
Համ տղամարդկանց ռեմեններ կան, համ այս հիմա հասանք տղամարդկանց բաժին տղաներ։ Նայեք, սպարտիվկաները, սպասարկողի մասին չեմ զրուցում, հիանալի անձնավորություն, ժպտերես, շատ ինքը, մտնեք միանգամից, եթե դաժե դուք ձեր լուքի համար չկողմնորոշվեք, ինքը ձեզ համար, ձեր դեմքին նայելով, այնպիսի լուքեր է առաջարկում, որ միանգամից վերցնում եք երեխաների համար, սպորտային, դասական, այստեղ վերնաշապիկներն արդեն տղաների համարը, այսենց, տեսնեմ ես ինչ եմ վերցնելու ինձ համար, նայեք սիրելիներս ինչ վերցրեցի, մի հատ այս ձևի տաբատ, մի հատ սենց մայկա, ինքը թափանցիկ սիրում, Դեն սիրելիներս խանութից դուրս եկանք ու եկանք մորաքրոջս տուն, սուրճ խմենք, Դի մաման ու աշնեն իրա հետ խաղանում, Ճոկին նայքի սիմպո, 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 Լավոց աբրլեն այ։ Ինեսը կռիվանում տատիկի հետ, նեղացավ, ինչ ես ուզում կյոնք, ինչ, էդ ինչ հանդ է, ինչ ես ուզում, կոֆե խմեն գնում ենք դուրը ման գալու, հա, ջոն, ասո, հմի չէ, սպասի, կոֆե խմենք նոր, դե չէ, դե այլա դու բան ասեմ, ասա, արի ասեմ, արի, այլա քուշորիկը տենան, այ տեսնանք ու, ինչ դու սիրուն շուշիկ ունես, արի, Գերեցիկ նորակառույց թաղամասնա լինելու, մակոր դու կստիկ ունենակ արդեն տուն, նեքև, նայք, արդեն շենքերը կառուցել են, բերեցինք, հինդպուսնա, նայք, չոջենք 4 կոմով տեսնենք, բայց չի գործում հիմա այս պահին, որովհետև նորը արդեն ունենք, ինչ մեջում է, շունիկը կարող է մեզ վնասի, դեպիք եսպես վրանք, սենց, դե շունիկ ունենք, որպես շունիկը մեզ վնաս չտա, նայք, արև ձեզ,
ովքեր են սովորել այս դպրոցում իմ ընկերներից եւ արդյոք սովորողներ եղել են թե ոչ հիմա ոչ լավ վիճակում է դպրոցը արդեն համարյա այն վիճակն է, որ շատ է էլ ինքը վատ վիճակում։ Երևի իսմա քանդելու են, տեղը նոր բան են կառուցելու, դեռ հստակ ոչինչ չգիտեմ։ Միայն որ ցանկացել էիք ցույց տամ դրա համար։ Ու անմիջապես արդեն իր կողքը նոր դպրոցն է։ Գնանք տեսնենք, եթե հնարավոր է նոր դպրոց մտնելու ինքը մուտքը, այդ եթե հնարավոր է նոր դպրոցի մուտք մտնելը, չկա դարպաս եւ բան, մտնենք նայենք, ֆրանկ, տեսնենք, ստե արդեն ճանապարհները սարքում են երեխեք ջան, նույնիսկ կոմով չեմ ֆռում, որովհետև ամբողջը հենց այս վիճակում է։ Հիմա այստեղ դուրս եկանք այստեղից ու անմիջապես կողքը նայեք, արդեն նորակառույց դպրոցն է։ Մի հատ տեսնենք, եթե մուտքը հնարավոր է, մտնենք, նայենք, ուսումնասիրենք։ Չգիտեմ, հնարավոր է մտնելը, թե ոչ։ Այստեղ ճանապարհային աշխատանքներ են անում։ Մենք այսպես պահենք, որ ոչ մեկին չխանգարենք։ Շարում են, սարքում են։ Դա արդեն նորակառույցն է։ Արդեն երեխաները այստեղ են հաճախում դպրոց։ Տեսակ չէ, արդեն հին վիճակը եւ արդեն նոր վիճակը։ Իհարկե շատ լավ է ամեն ինչ։ Դե բարի գալիս դպրոց։ Նայեք։ Բայց չգիտեմ։ Դե մուտք չենք մտնում, որովհետև հենց այդպես հենց շատ բան չեմ կարող ձեզ ցույց տալ, որովհետև ներսի դռները փակ են, բայց կարող եք այսպես նայել։ Այնտեղ ֆռալու տեղ չգիտեմ կա թե չկա, որ մյուս կողմից էլ, բայց մեկ անգամ եթե ցանկություն ունենաք, կարող ենք մտնել իր սպորտզալը տեսնել, իր դասարանները տեսնել։ Ինչ ցանկանեք։ Բարև բարմաց։ Սիրուներս։ Վերջ։ Սկանով առաջ չեն գնում։ Շատ, ստե արդեն նորից շնորհական աշխատանքներ, ամբողջը քանդված է։ Դրա համար մեզ ինչ է պետք։ Վերջ։ Այս է մեր դպրոցը։ Աշոտաբերցից հետո գնացել ենք մեր հարևան Թինայենց տուն ու տեսեք ինչ է բերել Թինան։ Մի հատ նայեք։ Թինան շամպիոնա հետը բերել, ասում սարքեմ, պատրաստում է, հաց ուտենք։ Թին ջան, ինչպես ես։ Շատ լավ, բարև ձեզ։ Բարևում է Թինան, մի փոքր գերհոգնած է, դրա համար ասում է այս պահին դեմքս մի նկարանի։ Հոգնած է, առավոտը դուրս է գալի, երեկոյան է ժամ նոր տուն է գալիս։ Պատմեք, տեսնենք ինչ կա, չկա ձեր աշխատանքի վայրը։ Թինան աշխատում է Հոփարցի Ուրենի ռեստորանային համալիրում, շատ լավն է իրենց մոտ։ Թինան շատ որակյալը սպասվող է, շատ, ով գնում է հենց իր սեղանի, եթե ինքն է սպասարկելում, ոչ մեկին որպես հյուր չի նայում։ Թինես եմ էլի գովաստում։ Թին ինչ կպատմես ձեր օբյեկտի մասին։ Շատ ընտիր տեղը համեցեք։
նկարահանեք։ Սնունդը, ասենք, եթե 30 անձի համար բան ենք անում, հավաքույթ ենք անում, նշանդրեք կամ ծնունդ արժեքները ինչ գնայինից հասկսվում։ Կապուն ինչ գայրաչի ենք զակաս տալու, հա։ Իրաչներից է կախված, սալատներից է կախված։ Այս թինանց դրսի ծաղիկներն ամ մի հատ տեսեք։ Իսկ ասես սունկը ոնց ես պատրաստելու։ Պոչիկները դեն եք թափելու, թե պոչիկները լցոն եք կանում ես պահին։ Թափելու ենք։ Ինչի։ Դա մեր մոտ չեն սարքնում։ Դու հիմա պատրաստում ես ձեր խոհարարի բաղադրատոմսով։ Թինե մեծ աղջիկը մի փոքր վատ առողջ է։ Բշտիկներն ա դուրս եկե։ Տաքություն ունի։ Թինան բնակվում է իր 4 երեխաների հետ։ Մեր համեղությունն արդեն պատրաստ է, մի հատ նայեք։ Մեջոքն օգտագործվեց չորնի բերեց, աղձու եկեք արագ, ոնց ասել էինք։ Այստեղ մեր հացն է, մեր գինիներն է։ Դե ինչ Թինա ջան, շնորհակալ ենք, ապրես շատ հյուրասիրության համար։ Մեզ բարի ախորժակ, ինձ ձեզ բարի դիտում։ Շնորհակալ եմ այսօր ինձ հետ լինելու համար։